Շատ բարձր տպավորությամբ։ Մինչև կգա վարչապետը ստուգողական շրջայց Աբովյանի նորոգված պոլիկլինիկայում, առողջապահության նախարարն առանձին, մարզպետն առանձին, տարածքային կառավարման և զարգացման նախարարն էլ առանձին։ Չի եղել, բայց արդեն ինձ մարզպետը ներկայացրեց, թե ինչպիսի տխուր պայմաններ ա եղել։ Ով առաջին անգամ, ով ոչ, մարզպետ Գուլոյանը պատմում է, ուժ հիմնարկը տեսնում էր, սրտից արյուն էր կաթում։ Պատճառը միայն այն չէ, որ մարզպետն է։ Ես ինքս էլ քաղաքացի եմ, ես ինքս էլ իմ ընտանիքն էլ օգտվում է, իհարկե։ Հետո նորից նույն շրջապտույտում, նախ մարզպետ նախարար գլխավոր բժիշկ է բլից հարց պատասխանը, անձնակազմի քանակից մինչև աշխատավարձ։ Եվ կեղծել բուժ անձնակազմին է կազմը 100, 110, 90 և բժիշկներինը 170, 200։ Նույն հարցը դեռ պիտի վարչապետը տա, բայց արդեն հենց բժիշկներին։ Հիմա նոր ավելի կոմֆորտ վիճակում եք, Բժիշկների սենյակ հասնելուց առաջ փոքրիկ սոֆան հերթով հիվանդատես էր ընդունում, դեմքի ավելի լուրջ արտահայտությամբ, քան հիվանդատես պաշտոնյաներինն էր։ Ընտանեկան բժիշկների հարկում Հովիկ Աբրահամյանը միջին բուժանձնակազմի սպասված հարցը տվեց. աշխատավարձն ինչքան է, Ալվարդ Մկրտչյանը կամաց ասաց 70,000։ $200 միլիոն դրամով նորոգված բուժ հիմնարկից 20 կիլոմետր այն կողմ, Լուսակերտի ամրանների գործարանում էլ մոտ 100,000 են ստանում, բայց չեն ստանում։ Արմբաս Արգելի մուտքի մոտ վարչապետին աշխատակիցները հենց այդ հարցով են սպասում։ Այդ դժվարություններն է, 3 եկել եմ մի հատ նայենք, ինչ է կարողանալ անես, մի հատ հասկանանք, ծանոթանանք, փորձենք օգնել ձեզ։ Չեմ վճարել ուղղակի 3 ամիս։ Աշխատավարձի հարցը հենց այսօր էլ կքննարկեն գործարանի սեփականատիրոջ հետ։ Վարչապետը ժամկետներ չի նշում, բայց խոստում կա։ Խնդիրը կլուծվի։ Ես որպես կառավարության ղեկավար ամեն ինչ անել եմ, որ սա աշխատի, մարդիկ նորմալ աշխատավարձը ստանան։ Բայց հետո այլ խնդիր ծագեց։ Գործարանի ղեկավարը բերանից թռցրեց, դեռ արտոնագիր չունի։ Հիմա սերտիֆիկատի ինչ խնդիր կա։ տեղական սերտիֆիկատ ունենք, միջազգային չունենք։ Բա ինչի՞ մա չեք անում։ Բա նստել եք թախտի սպասբեք վախ։ Չենք սպասում։ Բա ինչ եք անում։ Այս նորությունից հետո ինչ էլ ասեր գործարանի ղեկավարը, որ ապրանքը չի իրացվում, պատվիրատու չկա, Հովիկ Աբրահամյանը սերտիֆիկատներ հիշեցնում։ Որը որ ապրանքը ունես պիտի իրացնես, դրա սերտիֆիկատով չեք զբաղվում։ Ես զարմացած եմ ձեր որ Գործարանի տարածքում պարզվեց, որ բախտին այստեղ գուցե սպասում են, բայց ոչ թախտին նստած։ Ներդրող Քրիստիան Գելիջին կրակով, բազալտով եկել է, որ ցույց տա, ինչ հզորություն ունի այս գործարանը։ Եվրոպացիներն արտադրեն կայրվի, իրենցը ոչ։ Ասի դակացենա, բայց կտորը ներսի չի դական, ոչ որ դա մարմինի վրա է։ Այնինքն կլանում է ջերմություն, հա։ Սամալյոտների, մոտորների, պրոցեսների մեջ արտադրում են, որ ինքը չվարվի։ Մենք հիմա այս նույն տերը դրել ենք հետևը։ Եթե սրան դնեմ, որը որ եվրոպացիները շատ օգտագործում են, ասի վարվելու է։ Ասի որ դնեմ, ինքը չի վարվում։ Վարչապետը գործարանից հեռացավ ոգևորված, խնդիրները լուծեն, արգելն աշխատի ամբողջ հզորությամբ, տեսականին ավելացնի, պատվերներն կգան։ Սա մեծ ապագա ունի, մեծ ապագա ունի, ուղղակի պետք է շարժեք։ Ձեր օգնությամբ։ Դեռ ինչեր են անելու, միայն թե 10 միլիոն եվրո ներդրում լինի։ Քրիստիան Գելիջին լավատեսությունը փոխանցել է մյուսներին, հիմա այստեղ 70 աշխատող կա։ Գելիջին հայտարարում է, կլինի 700, մի քիչ համբերություն։ Շաքե Ղազարյան, Խաչատուր Եսայան, ժամը լրատվական։